Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ուրախ եմ ձեզ հետ նորից լինելու այս շաբաթ, փառք Աստծո, որ Աստված տվեց առողջություն, կյանք եւ բերեց իր ոտքերի մոտ, որպեսզի ուսումնասիրենք իր սուրբ խոսքը, թող Աստված մեզ օգնի իր սուրբ հոգուն ուղարկի օգնության, որպեսզի մեր մտքերը, մեր սրտերը բացենք եւ հասկանանք, ինչի ուզում ասել այսօր Աստված մեզ եւ ընդունել մեր սրտի մեջ եւ իրագործել մեր կյանքում Հիսուսի անունով ամեն։ Ուրեմն ինչպես գիտեք, ամբողջ այս երամսյակը մենք ուսումնասիրում ենք մի թեմա, որ կոչվում է Աստծո առաքելությունն իմ առաքելությունն է, եւ մենք այսօր արդեն հասանք վերջին դասին, որը կոչվում է Աստծո առաքելության ավարտը։ Եվ սրա մեջ շատ ամփոփումներ կլինի նաեւ այն մասին, ինչ որ սովորել ենք, հիշելու համարն է 2 Պետրոս 3:11-12 համարները, քանի որ այս ամենը պիտի քանդվի, այսինքն այս համարներից առաջ Պետրոսը խոսում էր աշխարհի վերջի մասին, որ երբ որ Հիսուսը գա, աշխարհի վերջն է լինելու եւ քանդվելու այս ամենը մարդկանց ձեռքով սարքած, եւ ասում է, քանի որ այս ամենը պիտի քանդվի, դուք սուրբ եւ աստվածապաշտ վարքի մեջ ինչպիսին պիտի լինեք, սпасելով եւ ջանալով հասնել Տիրոջ գալստյան օրվան։ Ուրեմն հայտնություն գիրքը շատ հավարներ մենք այսօր կարդալու ենք հենց հայտնություն գրքից, որտեղ այն վերջին ժամանակների տեսարաններով լի է։ Գրքի ամենակարևոր թեման Քրիստոսն է եւ նաեւ կենտրոնում այս գրքի հայտնության գտնվում է մի թեմա, որ ստեղծել է այս ամբողջ իրավիճակը մեր երկրի վրա, այսինքն մեծ պայքարը Աստծո եւ սատանայի միջեւ։ Քրիստոսի մահից հետո սատանան կորցրեց իր իշխանությունը այս երկրի վրա եւ հիմա ինքը անհուսորեն դատապարտված է եւ այդ պատճառով ավելի է շատացնում իր ծտերը, իր մոգությունները, որպեսզի ինչքան արել շատ մարդկանց խափի եւ կործանի, որտեղ ինչպես մի անգամ եւս ասեցինք, բոլոր փրկվածների մեղքերի պատիժը ընկնելու է իր վրա։ Մենք սրա մասին բազմաթիվ դասերում արդեն ասել ենք եւ կարդացել ենք համարների գրքերից, դրա համար, որպեսզի իր պատժի ժամանակը կարճացնի, ինքը անդուր կերպով աշխատում է, մի վայրկյան էլ հանգիստ չի առնում, եւ ինքը մարդ չէ, որպեսզի հանգստի կարիք ունենա, ինքը հզոր հրեշտակ է, որ նույնիսկ կարիք չունի քնելու, որպեսզի իր ուժերը վերականգնի, եւ շատ մեծ մտավոր կարողությունների տեր մեկն է, եւ ինքը ժամանակ վայրկյան չի կորցնում, որպեսզի իր գործը առաջ տանի այս երկրի վրա։ Սրա հակառակը պետք է լինի Աստծո ժողովուրդը, որ նույնպես անդուլ կերպով պետք է ձգտի անել Աստծո գործը եւ տարածել Աստծո ճշմարտությունը։ Մի կողմից սատանան տարածում է սուտը եւ կեղծիքը, դրանով մարդկանց զրկելով փրկությունից, մյուս կողմից Աստծո զավակները պետք է չքնեն, ոչ թե բարես ուղակի իմաստով, այլ անդուլ ձևով աշխատեն, որպեսզի մարդկանց հասցնեն լուրը փրկության։ Արդեն այդ մարդկանց գործն է կընդունեն թե ոչ, բայց Աստծո մարդիկ իրենց ժամանակը պիտի ծախսեն ոչ թե բամբասելու վրա կամ մեղքերի վրա, որ անիմաստ գործերի վրա, այլ իրենց թանկարժեք ժամանակը ծախսեն, որպեսզի մարդկանց, որքան հնարավոր է մեծ խմբի մարդկանց հասցնեն ճշմարտության լուրը։ Որտեղ Հիսուսը ասում է, մենք պատասխան ենք տալու մեր ամեն ասված խոսքի համար եւ գործի համար։ Ուրեմն զգուշ լինենք, որ Հիսուսի անունը կրելով չզբաղվենք ունայն գործերով, այլ իրոք այն գործով,
որը հանձնարել է մեզ Հիսուսը, երբ որ ինքը պետք է համբարձվեր երկինք գնալուց առաջ։ Ուրեմն հայտնությունը սկսում է Քրիստոսի գալուստի նկարագրությամբ և ավարտվում է նաև Հիսուսի վերադարձով, նույն թեմաները։ Եվ Հիսուսը վերադառնում է ազատելու իր զավակներին, ինչպես կենդանի մնացած արդարներին, այնպես էլ այն հավատարիմներին, որոնք մահացել են Ադամի և Եվայի մեղանջելուց հետո։ Այսինքն, բոլոր այն մարդկանց, ովքեր ընդունել են իրենց սրտում ճշմարտության լուրը աշխարհի սկզբից մինչև հիմա։ Գիրքը մեզ ցույց է տալիս նաև սատանայի և ամբարիշտների ոչնչացումը կրակի միջոցով և Հիսուսի կողմից նոր երկրի վրա իր հավերժական թագավորության հաստատումը։ Եվ այս գիրքը ուսումնասիրողները խանդավառությամբ ուսումնասիրեն այն և կձգտեն համադրել կանխատեսված նշանները եկեղեցու պատմության իրադարձությունների հետ, որոնք տեղ են ունեցել սկզբից մինչև հիմա։ Եվ սա շատ կարևոր է։ Մարդիկ այսօր ուզում են իմանան ապագայի մասին։ Կարդացեք հայտնություն գիրքը և շատ հարցեր ձեզ համար կպարզվեն։ Ուրեմն հայտնության գրքի հենց առաջին տողերը ցույց են տալիս, որ այս գիրքը կենտրոնացած է Աստծո առաքելության վրա։ Կարդանք հայտնություն առաջին գլուխ առաջին համարից մինչև 7 համարը։ Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվեց նրան իր ծառաներին ցույց տալու, ինչ որ շուտով պիտի լինի, և իմացրեց իր հրեշտակի միջոցով ուղարկելով իր Հովհաննես ծառային, ով վկայեց Աստծո խոսքը և Հիսուս Քրիստոսի վկայությունը, ինչ որ տեսավ։ Երանի նրան, ով կարդում է այս մարգարեության խոսքերը և ով լսում ու պահում է այն, ինչ գրված է դրա մեջ, որտեղ ժամանակը մոտ է։ Աշխարհը այլ բան է ասում։ Աշխարհը ասում է երանի նրան, ով որ միլիոնատեր է, միլիարդատեր է, ով որ իշխանություն ունի, ով որ սիրուն է, այսինքն մարդկային մտածելակերպի սիրունությունը, որ հիմա բոլորը նույն ձևով կերտում են իրանց երեսը, նույն, նայում ես տարբերություն չկա, նույն քթերն են սարքում, նույն բերանները, և դա համարում են գեղեցկություն, ցավում են այս վիճակի համար և ասում են երան իրանց, ով որ փառք ունի, ով որ հետևորդներ ունի լիքը, բայց Աստվածաշունչի հայտնության մեջ ինչ է ասում, երանի նրան, ով կարդում է այս մարգարեության խոսքերը և ով լսում ու պահում է այն, ինչ գրված է դրա մեջ, որովհետև ժամանակը մոտ է։ Ինչ ժամանակ։ Քրիստոսի գալու ժամանակ։ Այսինքն այս ամբողջ մեծ պայքարի ավարտի ժամանակ։ 4 համարից էլ կարդանք. Հովհաննեսից Ասիայում գտնվող 7 եկեղեցիներին շնորհ ձեզ և խաղաղություն նրանից, որ է, նաև որ էր և որ գալու է։ Եվ այն 7 հոգիներից, որ նրա գահի առաջ են, և Հիսուս Քրիստոսից հավատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելներից և իշխանը երկրի թագավորների։ Այսինքն այստեղ հիշվում են բոլոր 3 անձինք աստվածության, հայրը, որ է, որ էր և որ գալու է, և Սուրբ Հոգին, ասում են 7 հոգիներից, որ նրա գահի առաջ են, Հիսուս Քրիստոսը հիշատակում է ինչպես հավատարիմ վկա և անդրանիկ մեռելներից և իշխան երկրի թագավորների։ Այսօրվա թագավորները, իշխանները, պրեզիդենտները, այսպես ասած, կարծում են, թե իրանք են իշխանը, բայց պարզվում է, որ իրանց գլխին իշխան ունեն իրենք, Հիսուս Քրիստոսը։ Ցավոք, շատերը նրանցից իրանց գլխին ուրիշ իշխան են կարգել, դաժան սատանան,
Բայց Աստվածաշունչը ասում է, որ երկրի թագավորների իշխանը Հիսուսն է, և լավ կլինի, որ նրանք սա լավ հասկանան։ Ուրեմն, որ Հիսուսը, նա, որ սիրեց մեզ ու մեզ ազատեց մեր մեղքերից իր արյամբ և արքայության անդամներ և Աստծո ու իր հոր քահանաներ դարձրեց մեզ, նրան փառք և զորություն հավիտյան Դավիթից։ Ամեն։ Ահա նա գալիս է, այսինքն այստեղ ինչ է ասում, որ այն մարդիկ, ովքեր ընդունել են ճշմարտությունը իրենց սրտի մեջ, դառնում են քահանաներ Աստծո համար։ Ինչ է նշանակում քահանա։ Քահանա նշանակում է մի մարդ, որ օգնում է մյուս մարդկանց ճանաչել Աստծուն, լուր է տալիս մյուս մարդկանց ճշմարիտ Աստծո մասին։ Եվ այստեղ չի ասում, որ որոշ կատեգորիայի մարդիկ միայն քահանաներ կլինեն։ Այլ ինչ է ասում։ Նա, որ սիրեց մեզ, մեզի մեջ մտնում են բոլոր մարդիկ, ովքեր ընդունել են ճշմարտությունը իրենց սրտում, և ազատեց մեզ մեր մեղքերից իր արյամբ, և արքայության անդամներ և Աստծո իր հոր քահանաներ դարձրեց մեզ, նրան փառք և զորություն հավիտյան Դավիթից։ Ամեն և 7-րդ համարը ասում է, ահա նա գալիս է, ով, այսինքն Հիսուսը, և նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը, նաև նրանք, որ խոցեցին նրան, և նրա վրա պիտի ողբան երկրի բոլոր ազգերը, այո, ամեն։ Ուրեմն ինչ է ասում է բոլորը կտեսնեն նրա գալուստը։ Հիսուսը երբ որ նկարագրում է, կարծես է կայծակի պես կլինի, կայծակը տեսնում են բոլորը, կապ չունի որտեղ են գտնում, կամ արևի դուրս գալը տեսնում են բոլորը։ Եվ ճիշտ է տարբեր ժամանակներում մի օրվա 24 ժամվա ընթացքում, բայց տեսնում են բոլորը։ Եվ ասում են նաև նրանք, որ խոցեցին նրան։ Այսինքն այս համարը ասում է այն մասին, որ այն մարդիկ, ովքեր որոշում կայացրեցին մահվան դատապարտել Հիսուսին, այսինքն քահանայապետը այն ժամանակվա Կայաֆան, Աննա և շատ մարդիկ, որ կողմ էին դրան, որ իրենց ձայնը տվեցին Քրիստոսի մահվան, Պիղատոսը, շատ հռոմեացի զինվորներ և իրան ծեծող և իրան խաչող, որ նրանք հարություն կառնեն և կտեսնեն Հիսուսին, բայց ցավոք մյուսների հետ նորից կոչնչանան և հետո արդեն վերջնական դատաստանը իրագործելու ժամանակ արդեն վերջնական կոչնչանան։ Եվ ասում է նրա վրա պիտի ողբան երկրի բոլոր ազգերը։ Ինչու երկրի բոլոր ազգերը չեն ուրախանում։ Ինչի են ողբում, երբ որ տեսնում են Քրիստոսի գալուստը, որտեղ ցավոք շատ մարդիկ չեն ուզեցել ընդունել Քրիստոսի մասին, չեն ուզեցել ընդունել Քրիստոսին որպես իրենց անձնական փրկիչ և իրենց մեղքերի քավիչ։ Եվ երրորդ ընտրություն ցավոք չկա, մենք կարող ենք ընտրել միայն Աստծո կամ սատանայի միջև։ Ուրեմն Հիսուսը գալիս է և ազգերը կսքան, քանի որ կկորչեն։ Հիսուսը ինքը զգուշացրեց, որ այդ ճամփան նեղ է և շատերն են ընտրում այդ ճամփան։ Եվ շատ կործանվողներ կլինեն բոլոր ազգերից, բայց նաև շատ փրկվողներ կլինեն բոլոր ազգերից։ Իհարկե կործանվողները ցավոք ավելի շատ կլինեն։ Աստված փափագ ունի իրենից օտարացած մարդկանց հանդեպ։ Այսպիսով հայտնություն գիրքը սկսվում է մարդկանց համար կատարվող Աստծո առաքելությամբ։ Աստված վաղ թե ուշ գալու է մեզ փրկելու համար։ Մեր ընտրությունը արդյոք մենք ուզում ենք, որ այդ ժամանակ ինքը մեզ փրկի,
թե ուղղակի ուզում ենք կորչենք գնանք, ինչպես կարծես երբեք չենք եղել։ Հայտնություն 12:12 համար ասում է դրա համար ուրախացեք, ով երկինք եւ նրանում բնակվողներ, բայ երկրին ու ծովին, որտեղ ձեզ մոտ իջավ դևը, որ մեծ բարկություն ունի, դև այսքան սատանան, իմանալով, որ քիչ ժամանակ ունի, ինչպես նշեցինք 10-ի սկզբում, կարդանք հայտնություն 14:6-12 համարներ, ուրեմն ինչպես պիտի պատասխանը լինի այս բարկության հանդեպ։ Իր բարկության մեջ սատանան շողոքորթելով, ստելով, կեղծելով մարդկանց խաբում է Քրիստոսի Աստծո բնավորությունը սխալ ներկայացնելով մարդկանց իր գործերը, իր չար գործերը վերագրում է Աստծուն եւ այդպիսով շատ մարդկանց խաբում է եւ տանում է Աստծուց։ Աստված ունի հակառակ կողմ, այսինքն իր ճշմարտությունը իրենց սրտում ընդունած մարդկանց, ովքեր պիտի անեն հակառակ սատանայի հակառակ գործը, այսինքն պիտի ճշմարտությամբ եւ ճշտությամբ ներկայացնեն Աստծուն եւ ինչ լուր են այս մարդիկ տալու մարդկանց։ Հայտնություն 14 գլխում մենք կարդում ենք 6-12 համարները։ Տեսա երկնքում թռչող մի ուրիշ հրեշտակի, որ հավիտենական ավետիս ուներ, ավետարանալու երկրի վրա բնակվողների, այսինքն ավետիս պիտի տար, բոլոր ազգերին ու ցեղերին, բոլոր լեզուներին ու ժողովուրդներին։ Նա բարձրաձայն ասում էր. «Վախեցեք Աստծուց ու փառք տվեք նրան, որտեղ նրա դատաստանի ժամը եկել է, եւ երկրպագեք երկինքն ու երկիրը, ծովն ու ջրերի աղբյուրներին ստեղծողին»։ Ուրեմն առաջին լուրը սա է։ Այստեղ գրեցը հրեշտակ, բայց մենք չպիտի սպասենք, որ հրեշտակը պիտի երևա երկնքում եւ գոռասա։ No, սա արտահայտվում է, կատարվում է մարդկանց միջոցով, ինչպես Հիսուսը տվեց հանձնարարություն եւ նույն խոսքերը գրված է հանձնարարության մեջ, որ ասում է բոլոր ազգերին ու ցեղերին, բոլոր լեզուներին, ժողովուրդներին պիտի տակ այս լուրը։ Ինչ լուր, որ այս երկրի վրա ամենակալը Աստված է տիրում եւ պետք է մենք նրան հարգենք եւ նրանից վախենանք, այսինքն վախենանք նրան տխրացնել, այլ ոչ թե սատանայից վախենանք եւ պիտի փառք տանք նրան, այլ ոչ թե մեզ։ Ասում է վախեցեք Աստծո, փառք տվեք նրան, որտեղ նրա դատաստանի ժամը եկել է եւ երկրպագեք երկինք ու երկիրը, ծովն ու ջրերի աղբյուրներին ստեղծողին։ Ինչ է դրշտակում երկրպագեք։ Նույն խոսքերն է այստեղ կրկնվում ինչ որ 4-րդ պատվիրանում Աստծո օրենքի, որտեղ ասում է, որ շաբաթը սուրբ պահեք եւ դրանով իսկ ինչ եք անում, երկրպագում եք։ Ինչու ասում է, որտեղ Աստված ստեղծեց 6 օրվա մեջ ամբողջ երկիրը, երկինքը եւ 7-րդ օրը հանգստի մեջ մտավ, այսինքն դադարեց գործելուց եւ որպես հիշատակ, ասում է հիշեք եւ եկեք այդ օրը երկրպագեք երկինքն ու երկիրը, ծովն ու ջրերի աղբյուրները ստեղծում։ Այսինքն ամեն շաբաթ օր հիշեք, որ Աստված է ստեղծել երկինքն ու երկիրը, որ դուք ունեք ստեղծիչ, որ կապիտից չեք առաջացել, մի հատ բջիջից չեք առաջացել, այլ Աստված է ձեզ կերտել։ Եվ այս ամբողջ զարմանահրաշ երկիրը տվել է Աստված։ Եվ այդ ձևով, երբ որ մենք շաբաթ օրը գալիս եւ երկրպագում ենք Աստծո առաջ, մենք հիշում ենք դա եւ երկրպագում ենք նրան։ Սա առաջին լուրն է։ Եվ իրոք նախ-անցած դարում այս լուրը տարածվեց, այսինքն շաբաթի լույսը նորից ծագեց։ Դարեր շարունակ շաբաթի մասին մոռացել էին, բայց հետո 19-րդ դարում այդ լուրը նորից տարածվեց։ Եվ մարդիկ իմացան այս ճշմարտության մասին։ Նրան հետևեց մեկ այլ երկրորդ հրեշտակ ասելով.
անկավ մեծ Բաբելոնը, որն իր պարունակության տուն գինուց խմեցրեց բոլոր ազգերին։ Այսինքն մեծ Բաբելոնը ինչ է խորհրդանշում։ Խորհրդանշում է բոլոր այն եկեղեցիներին, ովքեր սատանայի պարունակության տուն գինուց խմել են, այսինքն սատանայի դոկտրիններն են ընդունել, փոխանակ ճշմարտության աստվածաշի դոկտրիններ ընդունել, այսինքն այդ եկեղեցիների ուսմունքները, այդ դավանությունները չեն համընկնում աստվածաշնչի հետ, հակասում են աստվածաշնչում գրածին եւ դրանով իսկ Աստծո խոսքին, եւ ասում է, որ սատանան այս մեծ Բաբելոնի միջոցով իր ստության, պոռնկության թունդ գինին խմեցրեց, ասում է, բոլոր ազգերին, այսինքն այս սուտը սատանայական կատարածվի բոլոր ազգերի մեջ, որի գլխավորը ինչ է, որ պետք չէ շաբաթը սուրբ պահել, այլ կիրակին, մենք պետք է գնանք Աստծո առաջ կիրակի օրը։ Եվ նրան հետևեց մեկ այլ երրորդ հրեշտակ, այսինքն երրորդ լուրն էլ կա, բարձրաձայն ասելով, ով երկրպագում է գազանին ու նրա պատկերին եւ դրոշմ է ընդունում իր ճակատին կամ ձեռքին, նա Աստծո ցածման գինուց պիտի խմի, որ անխառը լցված է նրա բարկության բաժակի մեջ եւ պիտի տանջվի սուրբ հրեշտակների ու գարան առաջ կրակի եւ ծծմբի մեջ։ Եվ նրանց տանջանքի ծուխը բարձրանում է հավիտյանը ցավիտենից, գիշեր-ցերեկ հանգիստ չունեն նրանք, ովքեր երկրպագում են գազանին նրա պատկերին եւ ընդունում են նրա անվան դրոշմը։ Այստեղ է սուրբերի համբերությունը, որոնք պահողներն են Աստծո պատվիրանների ու Հիսուսի հավատի։ Այսինքն այստեղ ինչ է նկարագրվում, որ այն մարդիկ, ովքեր չընդունեցին առաջին լուրը, ովքեր ընդունեցին երկրորդ լուրը, այսինքն խառնվեցին, այսինքն ընդունեցին սատանայի սուտ ուսմունքը, ինչ է վերջում պատահելու, երկրպագելու են գազանին եւ նրա պատկերին եւ դրոշմ են ընդունելու։ Իսկ մի այլտեղ ասում է, որ Աստծո սուրբերը ընդունելու են Աստծո կնիքի իրենց ճակատին։ Եվ այստեղ նկարագրվում է այն պատիժը, որոնք ստանալու են մարդիկ, ովքեր գազանին ու իր դրոշմը ընդունեցին, այսինքն ճշմարտությունը չընդունեցին, այլ ստությունը ընդունեցին իրենց սրտում, եւ ասում է նրանց տանջանքի ծուխը, հավիտյանց բարձրանալու ծուխը, այսինքն իրենք իրենց պատիժը կստանան եւ հավիտյան կոչանան։ Հանգիստ չեն ունենա մինչև որ ոչնչանան։ Այս թեմայով մենք բազմիցս խոսել ենք։ Ուրեմն Աստծո առաքելության մեջ կարևորագույն նշանակություն ունի Աստծո պատգամը, ավետարանը։ Եվ մեր Ղուկաս 11:23 համարում Հիսուս ասում է, ով ինձ հետ չէ, ինձ հակառակ է, եւ ով ինձ հետ չի հավաքում, ցրում է։ Այսինքն Հիսուսը դեռ այն ժամանակ ասեց, որ բերքը շատ է, բայց հնձվորներ չկա։ Եվ այսօր էլ Աստված դիմում է, որ բերքը շատ է։ Շատ մարդիկ ծարավ ունեն ճշմարտությունը լսելու, բոլոր ազգերից, բայց ցավոք աշխատողները քիչ են, եւ աշխատողները, այս մարդիկ, ովքեր ճշմարտության լուրն են տալիս ուրիշ մարդկանց, միակ ալտերնատիվան են, սատանայի։ Սատանան շշնջում է մարդկանց ականջներին վատ բաներ Աստծո մասին, Աստված էլ Սուրբ Հոգու միջոցով ասում է ճշմարտությունը եւ Սուրբ Հոգին օգտագործում է մարդկանց, որպեսզի ճշմարտությունը տա մարդկանց։ Եթե ճշմարտությունը իմացողները ջուր առնեն իրանց բերանը եւ լռեն, ինչպես ուրիշ մարդիկ իմանան ճշմարտության մասին։ Աստված խնդրում է մեզ, որ մենք համագործակցենք իր հետ մարդկանց փրկության հարցում։
Ուրեմն այս երեք լուրերի հիմքում ընկած է հավիտենական ավետիսը եւ արարչի երկրպագությունը, եւ այս երկու թեմաները հայտնվում են սրբերին նկարագրելիս։ Այստեղ է սրբերի համբերությունը, որոնք պահողներ են Աստծո պատվիրանների եւ Հիսուսի հավատի։ Անկախ նրանից, թե ինչ բարի գործեր ենք անում մարդկանց օգնելու համար, երբեք չպետք է աչքաթող անենք մեր հատուկ կոչյունը, առաքելությունը, որը կորչող աշխարհին հավիտենական ավետիսի հույսը հռչակելն է, ինչպես նաև աշխարհին այն մասին նախազգուշացնելը, թե ինչ է նրան սպասվում մի օր։ Ղուկաս 11:23 համարում ասում է, ով ինձ հետ չէ, ինձ հակառակ է։ Եթե մենք չենք հավաքում Հիսուսի հետ, ուրեմն մենք օգնում ենք սատանային իր սուտը տարածելու։ Եվ ինչպես մենք կարդացինք, վերջին ճգնաժամ է լինելու, եւ մի անգամ եւս կարդանք այն լուրը Մատթեոս, այսինքն Քրիստոսի այն հրահանգը, որ ինքը տվեց իր աշակերտներին, Մատթեոս 28:19-20 համարում, արդ գնացեք, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտելով Հոր Որդու եւ Սուրբ Հոգու անունով, սովորեցրեք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի, եւ այս ձեզ հետ են բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը։ Եվ սա այն նույն պատգամն է, որ ինչպես նոր կարդացինք, բոլոր ազգերին եւ ցեղերին, բոլոր լեզուներին ու ժողովուրդներին պետք է հայտնել, որ գոյություն ունի ճշմարտություն, գոյություն ունի ճշմարտության հակառակը, եւ ով որ ճշմարտությունը չընդունի եւ հակառակը ընդունի, նա իր պատիժը կստանա։ Քրիստոսի սերը առանց բացառության համայն մարդկության հանդեպ է։ Հակառակ այն կեղծ աստվածաբանություն կա, որ պնդում է, թե Քրիստոսը մահացել է միայն կանխորոշված վերնախավի համար։ Աստվածաշունչը պարզ ներկայացնում է, որ Քրիստոսի մահը համայն մարդկության համար էր, անկախ ռասայից, էթնիկ պատկանելությունից կամ որևէ այլ գործոնից։ Եթե դուք մարդ արարած եք, ապա Քրիստոսը մահացել է ձեզ համար։ Եվ վերջակետ։ Միակ հարցը, որին պետք է պատասխանես բոլորն անխտին, ոչ միայն, այսինքն ամեն մեկը պիտի պատասխան տա այս հարցին։ Ինչպես մենք անձամբ արձագանքեցինք նրա լուրին, այն մասին, որ նա մահացավ մեզ համար, ավետիսին։ Երբ Հիսուսը վերադառնա, կլինեն միայն երկու ճամբարներ, տարբեր կրոնական եւ քաղաքական հաստատությունների միջոցով սատանայի իշխանությանը ենթարկվածները, ինչպես ցույց է տրված Հայտնություն 13-րդ եւ 17-րդ գլուխներում, եւ նրանք, ովքեր լիովին ենթարկվել են Հիսուս Քրիստոսին, որոնց հավատը դրսևորվում է Աստծո պատվիրանները պահելով։ Եվ Հռոմեացիս առաջին գլխի 18-21 համարները եկեք կարդանք։ Հռոմեացիս առաջին գլուխ 18-21 համարները։ Որտև Աստծո բարկությունը երկնքից հայտնում է մարդկանց ամեն ամբարշտության եւ անիրավության վրա, որ ճշմարտությունը ճնշում են անիրավությամբ։ Որտև ինչ որ կարելի է իմանալ Աստծո մասին, ստե ինչ ենք մենք ևան, որ ճշմարտությունը ճնշվում է։ Եթե դուք ճնշում եք ինչ որ մի բան, զգուշ եղեք։ Անիրավությամբ, որտև ինչ որ կարելի է իմանալ Աստծո մասին, նրանց հայտնի է, քանի որ Աստված նրանց հայտնեց։ Աշխարհի ստեղծումից ի վեր նրա աներևույթ առանձնահատկությունը, նրա մշտնջենական զորությունն ու աստվածությունը տեսանելի են ստեղծվածների միջոցով, արդ նրանք որևէ արդարացում չունեն։
քանի որ Աստծուն ճանաչելով նրան որպես Աստծո չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածումներով ունայնացան եւ նրանց անմիտ սրտերը խավարեցին, ասելով թե իմաստուն են, հիմարացան եւ այն եղծածո փառքը փոխեցին եղծելի մարդու, թռչունների, չորքոտայների ու սողունների պատկերի նմանության հետ։ Այստեղ պարզ գրված է, որ Աստված ամեն ինչ է նախատեսել մեր փրկության համար, եւ եթե մենք չենք ընդունում այդ փրկությունը, ամբողջ մեղքը մեր ուսերին է։ Ուրեմն մարդկության արարումից ի վեր բոլոր մարդիկ կդատվեն, հիմնվելով այն բանի վրա, թե ինչպես են համագործակցել Աստծո հետ եւ ապրել իրենց կյանքը անկախ նրանից, թե որքան լույս է նրանց բացված եղել։ Կարդանք Հռոմեացիս 2-րդ գլխի 11-ից 16 համարները։ Որտեղ Աստծո մոտ աչառություն չկա, Աստված անաչառ է, որտեղ ովքեր առանց օրենքի մեղք են գործել, առանց օրենքի էլ կկորչեն, իսկ ովքեր մեղանչում են օրենքն ունենալով, օրենքով էլ կդատվեն։ Այսինքն, եթե մի մարդ ճշմարտությունը չի իմացել եւ մեղավոր է ապրել, նրա պատիժը ավելի քիչ կլինի, քան թե նրա, ով օրենքի մասին իմացել է, բայց հրաժարվել է օրենքին հնազանդվելուց, ավելի դաժան, ավելի վատ պատիժ կլինի, ավելի երկար պատիժ կլինի, քան թե որ նրանք, ովքեր չեն իմացել։ Որովհետև Աստծո առաջ ոչ թե օրենքը լսողներն են արդար, այլ օրենքը կատարողները պիտի արդարացվեն։ Պողոս առաքյալն է գրում Հռոմեացիս 2-րդ գլխի մեջ 13 համարում, որտեղ Աստծո առաջ ոչ թե օրենքը լսողներն են արդար, այլ օրենքը կատարողները պիտի արդարացվեն։ Ուրեմն, երբ հեթանոսները, որ օրենք չունեն, օրենքի պահանջների բնականորեն կատարեն, սրանք թե օրենք չունեն, իրենք են իրենց համար օրենք։ Այսինքն, այս մարդիկ Աստված ամեն մեկին տվել է խղճի ձայն, որը Սուրբ Հոգու ձայնն է։ Եվ մարդը հնարավորություն չի ունեցել իր կյանքի ընթացքում իմանալ ճշմարտությունը Աստծո մասին, բայց լսել է Սուրբ Հոգու ձայնը, իր խղճի ձայնը, այսքան բացել Աստված, այսքանն էլ լսել ու կատարել։ Եվ ինքը ըստ իր բացված ճշմարտության, եթե 100% ենթարկվել է իր բացված ճշմարտության, այս մարդը կփրկվի անկախ նրանից, ինքը հնարավորություն է ունեցել լսելու ճշմարտությունը, թե չէ, եւ նրա համար surprise կլինի, սյուրպրիզ կլինի, երբ որ ինքը տեսնի, որ ինքը փրկվում է։ Կզարմանա ուղղակի, երբ որ տեսնի, որ իրոք Աստված կար եւ այլն։ Շատ ազնիվ մարդիկ են եղել սովետի ժամանակ, երբ որ դե իրանց գլուխը լցրել են, որ Աստված չկա, այս մարդիկ էդ են լսել, ուրիշ հակառակ բան չեն լսել, բայց անկեղծորեն լսել են իրենց խղճի ձայնին եւ ենթարկվել են Սուրբ Հոգու ձայնին, առանց իմանալու, որ դա Սուրբ Հոգին է իրենց ղեկավարում, եւ մեծ սիրով կատարել են Աստծո կամքը առանց իմանալու։ Այս մարդիկ ասում է, որ կփրկվեն։ Նրանք ցույց են տալիս, որ օրենքի պահանջն իրենց սրտերում է գրված, իրենց խղճի վկայությամբ եւ իրենց մտքերում, որ միմյանց ամբաստանում են կամ էլ արդարացնում։ Այստեղ չի ասում, որ իրանք առանց օրենքի են ապրում, ասում է օրենքը իրանց սրտի մեջ գրված է եղել առանց իրենց իմանալու։ Եվ նույն ձևով էլ փրկվում են այն մարդիկ, ովքեր Հիսուսի շնորհքով իմանում են ճշմարտությունը եւ Հիսուսի շնորհքով օրենքը գրվում է իրանց սրտի մեջ։ Երբ որ գրվում է սրտի մեջ, բնականորեն կատարում են եւ ինչպես 13 համարում ասում է, այլ օրենքը կատարողները պիտի արդարացվեն։ Ասում է, որ նրանք ցույց են տալիս, այսի կարդացին, որ իրենց խղճի վայրը եւ 16 համարում ասում է, այդպես է լինելու այն
օրը, երբ Աստված դատի մարդկանց գաղտնի գործերն ըստ իմ ավետարանի Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ուրեմն վերջին ժամանակներում բևեռացումը կաճի եւ խղճի ազատություն այլևս հարգանքի արժանի չի լինի։ Մարդկանց կստիպեն համալրել սատանայի բանակի շարքերը, հարկավոր է անհապաղ հռչակել բարի լուրը եւ բացահայտել սատանայի ռազմավարությունը։ Հենց սա է երեք հրեշտակների պատգամի եւ մեր առաքելության իմաստը, որ մենք զգուշացնենք, որ պայքար է գնում այս աշխարհում, որ այդ հզոր հրեշտակը ամբոստացել է Աստծո դեմ եւ հիմա ստերով եւ կեղծիքներով սևացնում է Աստծուն եւ շատ մարդկանց հեռացնում է Աստծուց եւ ամեն ինչ անում է, որպեսզի մարդիկ կործանվեն։ Եվ մենք պետք է զգուշացնենք մարդկանց այդ մասին։ Եվ շատ անգամ, երբ որ մարդիկ մտածում են, թե առաքելության հաջողությունը կայանում է նրանում, որ շատ մարդիկ են եկեղեցում կամ արագաճում է եկեղեցին։ Այո, սա հաջողություն է, բայց նաև հաջողություն է, երբ երկրագնդի յուրաքանչյուր ցեղի եւ մարդկանց խմբի ճշմարտությունը հասցնելն է նաև ռադիոյի համացանցի կամ հեռուստացության միջոցով։ Այսօր ինտերնետի միջոցով մենք այսինքն համացանցի միջոցով միանգամից շատ մարդկանց կարելի է հասնել։ Մենք ֆիզիկականով սահմանափակված չենք։ Համացանցը մեզ հնարավորություն է տալիս Աստծո լուրը տարածել ինչքան հնարավոր է արագ եւ շատերի։ Եվ դրա համար էլ ներկայացված է հզոր հրեշտակի տեսքով, որ հզոր հրեշտակն է այս լուրը տարածում, բայց իրականում հզորությամբ է տարածվում, դրա համար ներկայացվում է այդպես։ Բայց հիշենք, որ մենք միայն սերմ ցանող ենք։ Առաջին Կորինթացիս 3:6-ում Պողոս ինչ է ասում. ես տնկեցի, Սողոսը ջրեց, բայց Աստված աճեցրեց։ Այլ կերպ ասած, մենք պետք է ուշադրություն դարձնենք գործընթացին, իսկ Աստված կհոգա աճի մասին։ Մեր գործն է ցանել սերմը եւ ջրել սերմը, մնացածը անում է Աստված։ Ուրեմն Աստծո առաքելության նպատակն է փրկել կորչող երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդու, նրանց դարձնելով Հիսուսի հավատարիմ աշակերտներ, ովքեր ներգրավված կլինեն նրա առաքելության մեջ։ Հիսուսի աշակերտները անաղարտ են, քանի որ հավատարիմ են մնացել Հիսուսին, ինչպես հարսնացուն իր նշանածին կամ կինը իր ամուսնուն։ Գիտեք, այնպես չի, որ երբ որ մարդիկ ամուսնանում են, ամուսինը կամ կինը ասի, դե մի ամիս հավատարիմ մնացել հերիքա, հիմա էլ գնամ մի ամիսը հերիքա, կամ մի տարին հերիքա, կամ 10 տարին հերիքա, 10 տարի հավատարիմ մնացի լավ էր, հիմա ոչինչ էլի մի քիչ էլ էս կոմենքով, բայց նույնը կատարվում է մեր հավատարմության մեջ Աստծուն։ Մենք պիտի մինչև վերջ հավատարիմ լինենք։ Երբ որ մարդ 10 տարի հավատարիմ լինելուց հետո դավաճանում է իր կողակցին, այդ ամբողջ 10 տարին կարծես ջնջվում է մեջտեղից գնում է։ Եթե իհարկե այդ մարդը չփոշմանե եւ ներողություն չխնդրի եւ իրավարքը չփոխի։ Եվ նույնը կատարվում է հավատքի մեջ։ Դրա համար Հիսուսը համեմատվում է ամուսնու հետ, իսկ եկեղեցին կնոջ հետ։ Եկեղեցին, ամեն մեկը եկեղեցում պիտի մինչև վերջ հավատարիմ լինեն Աստծուն։ Չասեն, դե 10 տարի հավատարիմ եղա Աստծուն, դե ոչինչ էլի մի տարի էլ սրանից հետո էլ ինչքան մեկա 10 տարի ստաժ ունեմ, ես իմ թոշակը կստանամ իմ վարձը։ Այդտենց չի։ Մինչև վերջ ասում է համբերողները կփրկվեն։
սոաչալուրջ լինենք, չխաբնվենք սատանայի կողմից։ Եթե մեր սրտում դրված է Հիսուսի սերը, Հիսուսը հանգիստ չունեցավ մինչև իր մահը մարդկանց փրկության մասին հոգալով։ Այդ նույնը կկատարվի նաև մեր հետ։ Մենք ժամանակը չկորցնելով, չվատնելով, անիմաստ բաների վրա կարող ենք ամեն մեր րոպեն, մեր տաղաները օգտագործել Աստծո նպատակներ իրագործելու համար եւ բարի լուրը հասցնելու ինչքան ավելի շատ մարդկանց, որտեղ նրանք ծարավ են ընտրում եւ բամբասելու եւ դատարկախոսելու փոխարեն ավելի լավ է զբաղվել մարդկանց մեր էներգիան ծախսենք մարդկանց փրկություն հասցնելով, փրկության լուրը հասցնելով, քանզի դրանով նաև մենք ժամանակ չենք ունենա մեղ գործել, բամբասել կամ վատություն անել մարդկանց կամ արհամարել մարդկանց կամ տարբեր մեղքեր։ Ասում է, որ նրանք հետևում են Հիսուսին, երբ նա առաջնորդում է նրանց Սուրբ Հոգու մեղմ ձայնով։ Նա ներառում է նաև մեզ առաջնորդելը ուրիշների համար արվող առաքելությանը մասնակցելուն։ Այս աշակերտների մեջ կեղծավորություն չկա, այսքան դիմակ չեն դնում եկեղեցի Սուրբ ձևանում, հետո գնում են սկսում են իրանց 5 ողբերելի, այլ նույն երեսն է, կեղծավորություն չկա, ոնց որ եկեղեցում են, լիցքավորվում են Սուրբ Հոգով, բարությամբ եկեղեցում եւ գնում են ծառայելու մարդկանց։ Նրանց հավատը չի թուլանում կասկածներից, կեղծ ուսմունքներով կամ անբարոյականությամբ։ Նրանք բարոյապես իրենց ուրիշներից չեն գերադասում, այլ քաջ գիտակցում են, որ անկատար են եւ Աստծո մաքրող շնորհի ու ողորմության կարիք ունեն։ Այսինքն քթերը տնկված գոռոզ ձևով չեն մատուցում ճշմարտությունը, այլ ինչպես հավասարը հավասար են, որ մենք հավասար ենք, մենք բոլորս մեղավոր մարդիկ ենք, բայց մենք իմացանք ճշմարտությունը, մեզ հանձնեցինք Հիսուսին, Հիսուսի շնորհով ազատվեցինք մեղքի տանջող ճիրաններից, եւ հիմա Հիսուսը նույնը առաջարկում է ձեզ, եթե Հիսուսը մեզ ազատեց, ձեզ էլ կարող է ազատել։ Այդ հոգով է ճշմարիտ հավատացյալը մոտիկանում մարդկանց, այլ ոչ թե գոռոզությամբ ու հպարտությամբ։ Այս գիտակցումը նրանց բաց է դարձնում ընդունելու այլ հավատացյալների ուղումները եւ ցուցումները։ Առաքելությունը հաջողված է, եթե արդյունքում վերը նկարագրված հատկանիշներով աշակերտներ են համալրում մեր շարքերը։ Եթե նրանք չունեն այդ հատկանիշները, նրանք մարդկանց միգուցե խոսքերով փորձեն բերել Աստծո մոտ, բայց իրենց վարքով, իրենց գործերով, իրենց տեսքով, իրենց վերաբերմունքով մարդկանց ուղղակի կբրթեն Հիսուսից այն կողմ, որտեղ սխալ կներկայացնեն Հիսուսին, մենք բազմիցս խոսացել ենք այս մասին։ Հիսուսը գոռոզ չի, Հիսուսը հպարտ չի, Հիսուսը խոնարհվեց, ամենավերջին ծառայի գործը արեց, որպեսզի մարդկանց փրկություն բերի։ Նույնը կանենք մենք, եթե Հիսուսի սերը մեր սրտում է, եթե իրոք մենք Հիսուսի շնորհքով փրկված ենք։ Վերջում կարդանք Հայտնություն 21 գլխի 1-4 համարները եւ 21 գլխի 22 համարից սկսած մինչեւ 22-րդ գլխի 5-րդ համարը։ Ուրեմն առաջինը 21 գլխի, Հայտնություն 21 գլուխ 1-4 համարներ։ Տեսա նոր երկինք ու նոր երկիր, որտեղ առաջին երկինքն ու երկիրը անցան, երկինքն ու երկիրն անցան եւ այլևս ծով չկար։ Տեսա Սուրբ քաղաքը, նոր Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից Աստծո մոտից,
պատրաստված եւ ինչպես իր ամուսնու համար զարդարված մի հարս։ Եվ գահից մի ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. «Ահա Աստծո խորանը, որ նա բնակվելու է մարդկանց հետ, նրանք կլինեն նրա ժողովուրդները, ժողովուրդից ինքը կլինի նրանց Աստվածը, որ նրանց հետ է։ Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք, այլևս մահ չի լինելու, նաև ոչ սուգ, ոչ աղաղակ, ոչ ցավ, որովհետև նախկինները անցան»։ Այսինքն մեղք էլ չկա, մեղքն է պատճառը եւ մահվան, եւ սգի, եւ հիվանդության, եւ աղաղակի, եւ ցավի, եւ կռիվների մեղքը։ Երբ որ մեղքը չկա, այլևս սրանք էլ չկա։ Մարդ այլևս տխրությունից չի լաց, այլ միայն ուրախությունից։ Եվ նաև կարդանք 21 գլխի 22 համարից սկսած, որտեղ շարունակում է նկարագրությունը նոր երկրի։ Նրա մեջ տաճար չտեսա, որովհետև Տեր Աստված ամենակալը եւ գառն է նրա տաճարը։ Քաղաքը ոչ արևի, ոչ էլ լուսնի կարիք ունի, որպես իրեն լուսավորել, որտեղ Աստծո փառքն է լուսավորում նրան, եւ գառը նրա ճրագը, եւ ազգերն ընթանալու են նրա լույսով, եւ երկրի թագավորները իրենց փառքը նրան են բերելու, նրա դռները ցերեկները չեն փակվելու, որտեղ այնտեղ գիշեր չի լինելու։ Եվ երկրի թագավորներն ինչ է նշանակում։ Չէ՞ որ Հիսուս կոչվում է թագավորների թագավոր։ Այսինքն բոլոր փրկվածները թագավորներ են լինելու։ Ոչ թե այն իմաստով, որ թագ են դնելու իրենց գլխին եւ այդ գավազան են անելու, նստելու են ու թագավոր են, ոչ։ Թագավոր իմաստը ինչ է, որ իրանք են նորից լինելու տիրակալ այս աշխարհի, այլ ոչ թե սատանան, որ իրանք հանձնել են սատանայի ձեռքը այդ թագավորությունը, իսկ հիմա վերադարձել է իրենց ձեռքը, որտեղ Աստված է իրենց թագավոր մենեջեր դրել երկրի եւ երկրային բոլոր էակների վրա, այսքան կենդանիների։ Նրա դռները ցերեկը չեն փակվելու, որտեղ այնտեղ գիշեր չի լինելու, եւ ազգերի փառքն ու պատիվը այնտեղ են բերվելու։ Եվ իհարկե քնել էլ չի լինելու, որտեղ մեղքի պատճառով մենք հոգնում ենք, քնում ենք եւ մեր էներգիան հատնում է, իսկ այնտեղ էլ ոչ գիշեր կլինի, ոչ էլ կարիք կլինի քնելու, որպեսզի մեր ուժերը վերականգնեն, որտեղ ուժերը չեն վատնվելու, այսինքն ուժերը չեն պակասելու, որտեղ մենք օգտվելու ենք կյանքի ծառից, որի պտուղները այնքան էներգիա են պարունակում, որ երբեք կարիք չունես քնելու կամ էլ հիվանդանալու ու մահանալու։ Եվ ազգերի փառքն ու պատիվը այնտեղ են բերվելու, եւ նրա մեջ չի մտնելու ոչ մի անմաքրություն, ոչ էլ պղծություն եւ ստություն անողը, այլ միայն նրանք, ովքեր գրված են գառատ կենաց գրքում։ Եվ շարունակենք 22 գլխի առաջին 5 հավարներն է կարդանք։ Հրեշտակն ինձ ցույց տվեց կենաց ջրի գետը, փայլուն, ինչպես բյուրեղը, որ բխում է Աստծո ու գարանգահից։ Եվ նրա հրապարակի մեջտեղում գետի այս ու այն կողմերում կենաց ծառն էր, որ 12 պտուղ էր տալիս, ամեն ամիս իր պտուղն էր տալիս, իսկ ծառի տերևները ազգերին բժշկելու համար էին։ Այսինքն այս եւ տերևներն են օգտագործում, եւ պտուղները, որովհետեւ մարդիկ երբեք չծերանան, չհիվանդանան եւ չմահանան։ Եվ հիմիկվա պատճառը այս բոլորի այն է, որ մենք չենք օգտվում ծառից, իսկ Աստված ինչու չթողեց, որ մենք ծառից օգտվենք, որ մենք հավիտյան մեղավոր չմնայինք։ Իսկ այդ ծառից կօգտվեն միայն նրանք, ովքեր սրբացան, ովքեր սուրբ բնավորություն ստացան, որպեսզի երջանկությունը հավիտյան թագավորի, այլ ոչ թե մեղքը։ Եթե Աստված թույլ տար մենք շարունակենք մեղքի ծառից, կյանքի ծառից օգտվել եւ հավիտյան ապրել, այս ամբողջ տանջանքը հավիտյան է լինելու։ Սարսափելի կլիներ։ Այնտեղ այլևս նզովք չի լինելու։ Աստծո գարանգահը նրա մեջ է լինելու, եւ նրա ծառաները պաշտելու են նրան, եւ տեսնելու են նրա երեսը, եւ նրա անունը նրանց ճակատների վրա է լինելու։ Այնտեղ գիշեր չի լինելու, ճրագի եւ արագյակի լույսի կարիք չի լինելու, որովհետև Տերը Աստված է լուսավորելու նրանց եւ պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից։ Բոլորը պիտի թագավորեն, այո, ոչ թե
ինչ որ առանձին թագավորներ պիտի լինեն։ Դրա համար Հիսուսը կոչվում է թագավորների թագավոր։ Կարդանք նաև 6 և 7-րդ համարները։ Եվ ինձ ասաց, այս խոսքերը հավաստի և ճշմարիտ են։ Տերը մարգարեների հոգիների Աստվածը ուղարկեց իր հրեշտակին, որ իր ծառաներին ցույց տա այն, ինչ շուտով պիտի լինի։ Ահա շուտով պիտի գամ, երանի նրան, ով պահում է այս գրքի մարգարեության խոսքերը։ Երանի այդ մարդկանց, այլ ոչ թե այն երայները, որ այստեղ աշխարհում են տալի, ասում, բայ Իրան այս մարդուն այնքան հարուստ է, այնքան փող ունի, բայ Իրանի սրան գնացել է Պորնոսքի թասարկել, չգիտեմ ինչ արել, հիմա իբր թե սիրուն է։ Սիրելիներս, սիրուն է այն մարդը, ով որ ներսից լույսով է ճառագում, Աստծո լույսով։ Դեմքի դիմագծերը երբեք մարդուն չեն տգեղացնում կամ գեղեցկացնում, այլ մարդուն ներքինն է մարդուն գեղեցկացնում կամ տգեղացնում։ Հիշենք սա։ Հիսուսը երբ որ գա, մենք գիտենք, որ երկնքի առակայությունը բոլորն են գեղեցիկ լինելու։ Չի նշանակում Հիսուսը մեր դիմագծերը պիտի փոխի։ Ոչ, մենք մեր նույն դիմագծերով ենք լինելու, բայց գեղեցիկ ենք լինելու, որտեղ մեր ներքինն է գեղեցիկ լինելու։ Դիմագծերը փոխելով չես գեղեցկանում։ Վերջում կարդանք Նահապետներ և մարգարեներ գրքից Էլեն Ուայթի H 342 Փրկության մեծ ծրագրի շնորհիվ աշխարհը լիովին վերագտնում է Աստծո բարեհաճությունը։ Վերականգնվում է այն ամենը, ինչ կորսվել էր մեղքի պատճառով։ Փրկագնված է ոչ միայն մարդը, այլև երկիրը, որպեսզի դառնա հնազանդների հավերժական բնակավայր։ Ասեց Հովհաննեսը, ես նոր երկիրը տեսա, նոր երկինքն ու նոր երկիրը, որը նորացվել է։ Ամեն մեղքի բոլոր հետքերը վառվել գնացել են եւ նորից ծաղկել է երկիր, ինչպես Եսայիայի մեջ է գրված։ 6000 տարի սատանան պայքարել է երկրի տիրապետությունը յուրացնելու համար։ Աստծո սկզբնական նպատակը, որը դրվել էր արարչագործության ժամանակ, այժմ կատարված է։ Բարձրյալի սրբերը կվերցնեն թագավորությունը եւ կտիրեն դրան հավիտյանս հավիտենից։ Բայց մինչ սա իրականություն կդառնա, հարկավոր է, որ մենք Աստծո հետ համագործակցենք նրա առաքելության իրականացման գործում։ Պետք է նախազգուշացնենք աշխարհին, որպեսզի մարդիկ կարողանան ընդունել լուրը եւ Աստծո նոր արարչագործության մաս կազմել։ Ինչպես Եզեկիել մարգարեին ասեց, Աստված, որ քո գործն է զգուշացնելը, եթե չզգուշացնես նրանց արյունը քո ձեռքերի վրա է, եթե զգուշացնես իրանց արյունը իրանց վրա է մնում։ Սո եկեք մեր ձեռքերը չարունոտենք մեր բերանը ջուր լցնելով եւ լռելով ճշմարտության մասին եւ ճշմարիտ Աստծո մասին։ Չամաչենք Հիսուսին դավանել։ Եվ վերջում կարդանք Էլեն Ուայթի նամակից, որը 390-ն է եւ գրվել է 1907 թվականին եւ հրատարակված չէ։ Ես ուզում եմ շատ մշակների տեսնել նրանց համար, ովքեր ծանոթ չեն մեր հավատի հիմքերին։ Շատերը մեծ լույս են ստացել լսելով 3 հրեշտակների պատգամը եւ այժմ պետք է հռչակեն այդ լուրն աշխարհի բոլոր ծայրերում։ Ես փափագում եմ կատարել պարտականության իմ մասը եւ ճանապարհ բացել ուրիշների համար կրելու ճշմարտության լույսը։ Թող Տերն օգնի մեզ հագնել սպառազինությունը։ Հավատացյալները պետք է միավորվեն աշխարհին նախազգուշացման վերջին լուրը տալու հանդիսավոր գործում։ Միաբանվել ինչի շուրջ։ Աստծո վերջին հանդիսավոր լուրը մարդկանց տալու շուրջ, այլ ոչ թե
բամբասանքի ու մեղքերի շուրջ։ Թող Աստված մեզ օգնի, որ այս դասերը խորը նստեն մեր սրտում եւ օգնեն մեզ, որպեսզի մենք մեր սրտում վառված լույսը, հույսը գաղտնի չպահենք, չամաչենք, դավանենք ճշմարտությունը եւ Հիսուսին, այլ մեծ համբերությամբ ու սիրով տանք այն մեզ շրջապատող մարդկանց եւ տանք յուրաքանչյուրին, ինքներս չորոշենք, թե ով է արժանի այդ լուրին, ով չէ, բոլորն են արժանի այդ լուրը ստանալու Հիսուս Քրիստոսի թափած Սուրբ Արյան շնորհիվ եւ արդեն իրենց ուսերին է մնում իրենց որոշումը, Աստվածա, որ շատերը որոշեն հետևելու ճշմարտությանը եւ թող Աստված մեզ օրհնի այս Սուրբ Շաբաթ օրը եւ մնացած այս գալիք շաբաթվա բոլոր օրերը մեր նոր տարին, Փառք Աստծո, որ մենք Աստված ողորմած մեծ ևս մի տարի տվեց եւ մենք կարող ենք մտնել մյուս նոր տարին, թող Աստված օգնի մեզ, որպեսզի մենք այս նոր տարին մտնենք, ինչպես Մարգարեն Էլեն Ուայթն է գրել, մաքրված կեղտից եւ անմաքրությունից։ Միգուցե մենք կարդանք այդ գեղեցիկ խոսքերը։ Ուրեմն մեր բարձր կոչումը գրքում Ուայթը գրում է. անցավ մեր կյանքի եւս մեկ տարին, մեր առջև նոր տարին է, ինչպիսին կլինեն այս գալիք տարվա գրառումները, ինչ արձանագրություն է թողնելու մեզանից յուրաքանչյուրը նրա դատարկ էջերի վրա, այս հարցի պատասխանը կորոշեն մեր ամենօրյա գործերը, եկեք նոր տարի մտնենք եսասիրության ու հպարտության կեղտից մաքրված սրտերով, եկեք մերժենք բոլոր մեղավոր հաճույքները եւ ձգտենք դառնալ Քրիստոսի դպրոցի հավատարիմ ջանասեր ուսանողներ, նոր տարին մեզ համար բացում է իր անաղարտ էջերը, արդյոք ինչ կգրենք դրանց վրա, թող Աստված մեզ օրհնի, որ այդ նոր տարվա անաղարտ էջերի վրա մենք սիրո եւ բարության խոսքեր եւ գործեր գրենք եւ նաեւ մտքեր, թող Աստված մեզ օրհնի եւ օգնական լինի Աստծո շնորհքով եւ ողորմությամբ մինչեւ մյուս շաբաթ